Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ինչ կա Ալիևի մտքին, չի թուլացնում ռազմական շունչը, չի դադարեցնում ստերի շարքը, թե հայկական զինուժը կրակել է ու ավելացնում է պահանջ վերջնագրերի շարքը, խաղաղության համաձայնեցված թուղթը սեղանին։ Որ ստորագրեմ, ասում է սահմանադրությունը պիտի փոխեք, իր երևակայից արևմտյան Ադրբեջան է ուզում վերադարձնել ադրբեջանցիներին, ուզում է, որ Մինսկի խումբը լուծարվի։ Նրա այս պահանջներն իհարկե նոր չեն։ Նորը այն է, որ ընդամենը վերջերս ասում էր, թե կստորագրի, եթե բոլոր կետերը համաձայնեցված լինեն։ Երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Երբ ամբողջը համաձայնեցվի։ Հիմա ամբողջությամբ համաձայնեցված թուղթը կա, բայց չի ստորագրում։ Մինսկի խմբի լուծարմանը նա մինչև խաղաղության բանակցությունները կոչվածն էր ձգտում, հենց 44-օրյա պատերազմից հետո։ Անհանգիստ էր, ասում էր, ռևանշիստների ծրագրերը լուրջ են։ Ասում էր, ժամանակն է նրանց թոշակի ուղարկելու, ծաղրական հեգնանքով, հռհռալով։ Ամենևին էլ Մինսկի խմբի կարիքը չկա, մենք դե ֆակտո թույլ չտվեցինք, որ այն գործի, այժմ պետք է դե յուրե արգելենք։ Հիմա ավելացնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիներ շարունակ փորձում է Բաքվին համոզել համակերպվել տարածքների կորստի հետ եւ աջակցում էր Հայաստանին, ասում է ու զարկ տալիս ռազմական ռետորիկային, ավելացնում ռազմական բյուջեն։ Սպառազինվում են ու անթակույց մեջլիսում հայտարարում, թե ընդհանուր բյուջեի 20.6%-ն են պաշտպանական ծախսերը, $5 միլիարդ։ Եվ այստեղ ուշագրավը ռազմական ծախսերի այս շեշտակի ավելացումը հիմնավորում են ուշադրություն Հայաստանի ահագնացող ռազմականացմանն արձագանքելու անհրաժեշտությամբ։ Հիմա ամեն օր Բաքվի մեդիան ռազմական ագրեսիայի շունչ են տարածում, կանգ չեն առնում պատգամավորները ուղիղ են խոստանում վերացնել Հայաստանը։ Արմենիա может исчезнуть։ Հայաստանը կվերանա քարտեզից, եթե չկատարի Ադրբեջանի պահանջները։ Հայաստանը ցուցադրաբար չի կատարում իր պարտականությունները։ Ամերիկյան, իսրայելական, ադրբեջանական մամուլը հեղեղվեց տեղեկություններով, թե Բաքուն Միացյալ Նահանգներից զենք է ակնկալում։ Jerusalem Post-ը գրեց, թե ադրբեջանական կողմը ձգտում է 907 բանաձևի չեղարկմանը։ Այս բանաձևը արգելում է ամերիկյան կառավարության ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին։ Ու հիմա նրանք դիմում են հնարավոր բոլոր մեթոդներին հասնելու այդ չեզոքացմանը։ Ամերիկացիներին էլ փորձում են համոզել, թե կմիանան իրենց ընդդեմ Իրանի, եթե զենք ստանան։ Վերջին շրջանում Ադրբեջանը ակնհայտորեն փորձում է կապեր հաստատել Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի հետ եւ գերազանցապես Իսրայելի եւ հրեական լոբբինգի միջոցով։ Ես տեսել եմ կապանագրերը, որ Ադրբեջանը ինտենսիվ աշխատում է Իսրայելի եւ հրեական լոբբինգի հետ ընդդեմ Հայաստանի Վաշինգտոնում։ Ադրբեջանի նախագահականը պաշտոնական հաղորդագրություն էլ տարածեց, թե Բայդեն-Բլինքենի վարչակազմը կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ, ինչը հանգեցրել է երկկողմ հարաբերությունների ճգնաժամի։ Ալիևը 907-րդ հոդվածի վերականգնումը որակեց որպես Բայդեն-Բլինքենի վարչակազմի ապերախտության արտահայտություն։ Հիմա մասնագետները սպասում են, թե Իրանում էլ անշուշտ գիտեն այս մասին։ Իրանի համար էլ նորություն չէ, որ Բաքուն ձեռքը գցած զենքը կամ Հայաստանին կամ Իրանին է ուղղում։ Բայց Իրանը հիմա էլ հոբ համակարգը բարձր պատրաստության է պահում, ամեն օր սպասում դավադրության։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ամերիկա ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է բանակցային գործընթացը, որի արդյունքում հնարավոր դարձավ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։ Հայաստանը նախատեսում է առևտրային տաղավարներ բացել Ղազախստանի մարզերում։ Աստանա կատարած այցի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա ղազախ գործընկեր Մուրադ Նուրթլեուն իր հերթին ասել է, որ ապագայում Ղազախստանը կրթաթոշակներ կհատկացնի Հայաստանից ժամանած ուսանողների համար։ Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկել են նաև Երևանի եւ Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի նախագիծը, առևտրատնտեսական եւ այլ հարցեր։ Միրզոյանը Նուրթլեին հրավիրել է Երևան։ Բաքվի եւ Երևանի միջև անշրջելի եւ կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի սահմանադրությունը, դրանից բացառելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Բաքուն բազմիցս կրկնել է խաղաղության պայմանագրի ստորագրման նախկինում հնչեցված նախապայմանը՝ փոխել Հայաստանի հիմնական օրենքը։ Սակայն Հայաստանը սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակել։
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե դը Կոտնին այցելել է Մեղրի, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանի հետ։ Մեղրի քաղաքն Արաքսի ափին գտնվում է Իրանի հետ սահմանին, այն մի քանի ամիս առաջ քույր քաղաք է դարձել Ֆրանսիայի Բրոն քաղաքի հետ։ Ֆրանսիայի եւ Հայաստանի միջև ապակենտրոնացված գործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ։ Շնորհակալություն քաղաքապետին ընդունելության համար նշված է դեսպանի գրառման մեջ։ Պաշտոնական այցով Երևանում է Իրանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին աշխատանքային ընթրիքի ձևաչափով քննարկում են ունեցել, որից հետո արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին հանդես են եկել համատեղ ասուլիսով, որի ընթացքում արտգործնախարարները իրենց պատրաստակամությունն են հայտնել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը։ Սա արտգործնախարարի պաշտոնում Արաղչիի առաջին այցն է Հայաստան։ Միրզոյանն ու Արաղչին վերջին անգամ հանդիպել են փետրվարի 24-ին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրին։ Նրա խոսքով գործընթացը փակուղում չէ։ Հավանաբար ադրբեջանական կողմի համար մի փոքր անսպասելի էր մեր առաջարկը ստորագրելու եւ այդ տրամաբանությամբ առաջ շարժվելու մասին հայտարարությունը, ասել է Սիմոնյանը։ Նրա ապնդմամբ նախկինում Ադրբեջանը մարտավարություն էր որդեգրել, համաձայնելով որոշակի կետերի, գիտակցելով, որ հայկական կողմը դրանց չի համաձայնի։ Այս պայմանագրի քննարկման նպատակը արդյունքի հասնելն էր, այլ ոչ թե խոսակցությունները հավերժ շարունակելը, հավելել է Ալեն Սիմոնյանը։ Չեմ կարծում, որ փակուղ է եւ չեմ կարծում, որ ձեր գնահատականները ճիշտ են։ Երևի թե մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից առաջարկը ստորագրելու եւ այդ տրամաբանության մեջ առաջ շարժվելու։ Երևի դրա հետ է պայմանավորված, բայց կարծում եմ, որ այդ կրակոցները, որոնք որ դուք մատնանշում եք, որ իրանց մամուլում տեղ գտած կար, դրանք առանձին հետաքննության առիթ են եւ կարող են առանձին հետաքննության առիթ հանդիսանալ երկկողմ եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի թե հրապարակումների հետ կապված, թե հետագայում հնարավոր հրապարակումների հետ կապված որևիցե մեխանիզմ լինի, որ հնարավոր լինի շատ հնարավոր լինի նման բաներից խուսափել, բայց չեմ համարում, որ չկա։ Ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է աշխատել։ Հանրահայտ է, որ նրանց բոլոր լրատվամիջոցներն են Ալիևյան տոտալ վերահսկողության տակ։ Եվ ահա, Էխո Բաքուն քննարկում է, պետք է որ Բաքուն ստորագրի խաղաղության համաձայնագիրը, թե ոչ։ Այս ադրբեջանցիներից մեկն ասում է, թե եթե ստորագրենք Երևանը չենք կարող մտնել, Արևմտյան Ադրբեջանից չենք կարող խոսել, պնդում է, թղթի ստորագրում պետք չէ, ասում է Բաքուն այս ընթացքում հասնում է առավելագույնի, առանց որևէ պարտավորության։ Խոստովանում են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի բոլոր кетերը խախտվել են։ Ադրբեջանցիներից մյուսն արձագանքում է եւ փառք Աստծո, որ խախտվել են։ Но 8 из 9 пунктов этого соглашения нарушили мы. Слава Богу, что нарушили. Ну вот. Ահա այս պատկերով հեղեղված Բաքվի ամբողջ մեդիան է, լեփլեցուն, ռազմական ու ագրեսիվ խոսքով։ Շունչ չեն քաշում, ներսում վայրակ կերպարին հրաժեշտ չեն տալիս, դրսի աչքին խաղաղության աղավնի են խաղում։ Այս օրերին ակտիվ է ու արենայում է Ալիևի հատուկ հանձնարարություններ կատարող Ամիր Բեկովը։ Նա ոչ ավելի, ոչ պակաս է նկարագրել Ադրբեջանի հետ համաձայնության հասնելու հնարավորությունը հավերժ չի լինի, իսկ այն բաց թողնելը սխալ կլինի։ Ամիր Բեկովը ձևակերպում է համաձայնագիրը ոչ թե վերջն է, այլ սկիզբը։ Խաղաղությունը կառուցվում է ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի վրա։ Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ այս ամիս ավարտված բանակցությունները ճանապարհ են հարթում հարաբերությունների կարգավորման եւ դիվանագիտական կապերի հաստատման համար։ Սակայն այն իրագործելու համար Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը, հրաժարվի տարածքային պահանջներից եւ դուրս բերի օտար ուժերը սահմանամերձ տարածքներից։ Կոնկրետ քայլ Երևանն արել է մարտի 13-ին, երբ հայտարարեց համաձայնեցման մասին Երևանը ուղիղ ասաց, տեղն ու ժամն ասեք։ Ավելի ուշ պաշտոնական Երևանը հայտարարեց, հենց այս պահին ենք պատրաստ ստորագրել։ Հիմա Ամիր Բեկովը անհասկանալիորեն արագության մասին է խոսում։ Հնդածս վերջնագիրը դարձյալ առաջ մղում, փոխեք սահմանադրությունը։ Նրանք տարածքային պահանջներ են տեսնում մեր մայր օրենքում, բայց Երևանից հակադարձում են, որ Ադրբեջանի սահմանադրությունն է, որ տարածքային հավակնություններ ունի Հայաստանից։ Փոխարտգործնախարարն ասել է Վիեննայում Հայաստանի խնդրանքով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում։
Ի զարմանս մեզ Ադրբեջանի արձագանքը եւ դրան հաջորդած գործողությունները եւ հիասթափեցնող են եւ տագնապալի։ Իր միակողմանի հայտարարությամբ Ադրբեջանը ընդունելով խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների վերջնականացման փաստը միաժամանակ առաջ է քաշել արհեստական նախապայմաններ։ Ինչ է ուզում Ալիևը նախապայման վերջնագրերի շարքը շարել ու համառորեն ոտքը հետ չի դնում։ Ինչ կա մտքին, մասնագետները հույս չունեն, որ նա կստորագրի, Ադրբեջանն ամեն օր ավելի ագրեսիվ է դառնում, իշխանական թևից անթաքույց են հայտարարում ռազմական նկրտումների մասին։ Իրենք ցույց են տալիս, որ իրենք չեն հրաժարվել հետագա հնարավոր ագրեսիվ նպատակներից։ Իրենք Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիվ նկրտումներից ոչ միայն չեն հրաժարվել, այլև պրակտիկ գործողություններով ցույց են տալիս, որ հակված են հենց նման սցենարների։ Ու մինչև Հայաստանի արտգործնախարարը Ղազախստանում հայտարարել է, թե Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի, ադրբեջանցիները ագրեսիայի դոզան չեն թույլատրում։ Էխո Բաքուն քննարկումն ամփոփել է հաստատումով. Ադրբեջանին խաղաղ պայմանագիր իսկապես պետք չէ։ Մենք կարող ենք սուրճ պատվիրել եւ հանգիստ դիտել, թե ինչպես է Հայաստանը կատարում Ադրբեջանի բոլոր պայմանները։ Վարչապետ Փաշինյանը ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի եւ Իրանի միջև տնտեսության, այդ թվում ենթակառուցվածքների եւ էներգետիկայի ոլորտներում նոր նախագծերի իրականացմանը։ Վարչապետը ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգի հետևողական իրագործմանը։ Միաժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, հավելելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը։ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է, այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը պատասխանելով Սպուտնիկ Արմենիայի գրավոր հարցմանը։ Լրատվականը հետաքրքրվել էր, թե ինչ փուլում է գործընթացը, երբ է նախատեսվում դիվանագիտական ներկայացուցչության բացումը, ինչ աշխատանքներ են տարվում եւ ինչն է պատճառը, որ հյուպատոսությունը դեռ չի բացվել։ Ձեր կողմից բարձրացրած հարցը գտնվում է երկու երկրների միջև քննարկումների փուլում, պատասխանել է արտաքին գործերի նախարարությունը։ Եվրամիության հետ գործընկերության նոր օրակարգում առաջին անգամ անդրադարձ է եղել անվտանգային ոլորտին, որպես առանձին ուղղություն եւ այս համատեքստում Եվրամիության հետ մեր գործընկերության անվտանգային բաղադրիչը հաջողությամբ զարգանում է։ Պարույր Հովհաննիսյանի խոսքով մարտի 16-ից Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի սկսել բարձրորակ ջրային կուլտուրաների, թեփուկավոր ձկների եւ դրանց արտադրանքի խավիար եւ ձկնկիտ արտահանումը Եվրամիության երկրներ։ Եվրամիության խորհրդի որոշմամբ նոր հայտ ենք ներկայացրել մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը բանակցությունները շարունակվում են։ Կարծում եմ գործընթացը կլինի արդյունավետ։ Մենք բարձր ենք գնահատում Եվրամիության եւ անդամ երկրների ամբողջ վճռականությունը Հայաստանին աջակցելու հարցում։ Աջակցության այդ Սյունիքի Մարս Ֆրանսիայի դեսպանն այցելել է սահմանային Արավուս գյուղ։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, նշելով, որ դեսպանն այցելել է Ադրբեջանի հետ ռազմական շփման գծում գտնվող Արավուս գյուղը։ Նշվում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արավուսում Ֆրանսիայի աջակցությամբ դիսպանսեր է հիմնել։ Թեհրանը պատասխանել է Թրամփի նամակին, որով նա պահանջում էր վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրին։ Իրնային ասել է արտգործնախարար Արաղչին։ Թրամփի նամակի պատասխանն ուղարկվել է համապատասխան ալիքով Օմանի միջոցով։ Իրանը հրաժարվում է ուղղակի բանակցություններից Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը ենթարկվում է առավելագույն ճնշման եւ ռազմական սպառնալիքների, սակայն անուղղակի բանակցությունները կարող են շարունակվել ինչպես նախկինում։ Իսրայելի զինված ուժերը գիշերը հարվածել են Գազայի հարավում գործող ամենամեծ հիվանդանոցին, հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել, վնասվել է վիրաբուժական բաժանմունքը։ Իսրայելի զինված ուժերը հաստատել են հիվանդանոցին հարվածելու տեղեկությունը, հայտարարելով, որ թիրախում եղել են այնտեղ գործող Համասի զինյալները։ Պաղեստինի առողջապահության նախարարության տեղեկացմամբ պատերազմի ընթացքում զոհվել է 50,000-ից ավելի պաղեստինցի։ Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ, օժանդակությունը ստացել է Հալեպի համայնքապետարանը, ներկա են եղել Սիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը եւ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը։ Մարդասիրական օգնությունը ներառում է սննդամթերք, դեղորայք, այն կբաժանվի Դամասկոսում եւ Հալեպում։ Հարավային Կորեայում քամուց առաջացած անտառային հրդեհները, որոնք երկրում երբևէ ամենակործանարարներից են, ավերել են երկրի հարավային շրջանները, խլելով 18 մարդու կյանք, ավերելով ավելի քան 200 շինություն եւ ստիպել 27,000 մարդու տարհանվել։ Կորեայի անտառային ծառայությունը հայտնել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ռուբիոն Թուրքիայի աջակցությունն է խնդրել Հարավային Կովկասում խաղաղության համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի հետ։ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունում նշվում է նաև, որ պետքարտուղարը Թուրքիայի աջակցությունն է խնդրում Ուկրաինայում եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար։ Պետքարտուղար Ռուբիոն հանդիպմանը նաև իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում վերջին ձերբակալությունների եւ բողոքի ցույցերի վերաբերյալ։ Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար սահմանված ժամկետում հարկային մարմնին պետք է ներկայացնել գրանցման հայտ։ Կամավոր աշխատողի դեպքում նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, հայտնել են ՊԵԿ-ից։ Փետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել է 60 հարկ վճարողի մոտ։ Տուգանքի չափը կազմել է 36 միլիոն դրամ։ 3 եւ ավելի վարձու աշխատողների չձևակերպման 16 դեպքով 16 հարկ վճարող տուգանվել է 23.5 միլիոն դրամով։ Գյուղատնտեսության ոլորտում կներդրվի ապահովագրական համակարգ պետական աջակցությամբ, ապահովագրավճարի մինչև 80%-ը կսուբսիդավորվի։ Պետությունը կաջակցի ոչ միայն տնտեսվարողների ապահովագրավճարների սուբսիդավորման հարցում, այլ նաև կաջակցի ապահովագրական ընկերություններին ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով։ Ինչը որոշակի դրական ազդեցություն կունենա գյուղատնտեսության ոլորտում, հատկապես հացահատիկի մշակության ոլորտում։ Իմ սուբյեկտիվ կարծիքով բոլոր ուղղությունների վրա ապահովագրական պոլիսներ բացվի եւ հստակ ճիշտ աշխատանքի ճիշտ մեխանիզմներ կիրառելու արդյունքում այլապես կունենանք նախորդ տարիների վատ հետևանքները, ինչպես հիշում եք, որ գրեթե մեծամասնությունը սկսեցին օգտվել ապահովագրական ընկերություն, ճիշտ մեխանիզմների դեպքում այն խթան կհանդիսանա գյուղատնտեսության զարգացման համար։ 2025 թվականի համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն կփոխհատուցվի նաև վերջինիս կողմից ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 200%-ի չափը գերազանցող տնտեսվարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը։ Քանի որ Հայաստանում նախորդ տարիներին պիլոտային ձևով սկսվեց ապահովագրական process-ը եւ ապահովագրական գրեթե բոլոր ընկերությունները ավելի շատ վնասով աշխատեցին, քան շահույթ ունեցան, դրա պատճառով արտասահմանյան այն ընկերությունները, որոնց միջոցով վերապահովագրում էին մեր ապահովագրական ընկերությունները, հրաժարվեցին ընդհանրապես Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ապահովագրելու համար։ Այդ պատճառով այս տարի պետությունը իր ձեռքն է վերցրել ապահովագրականի գործառույթը եւ փորձում է սուբսիդավորել, ֆինանսավորել այդ գործընթացը։ Բարձր վնասաբերությամբ պայմանավորված վերապահովագրական ընկերությունը դուրս եկավ հայկական շուկայից եւ ապահովագրական ընկերությունների ռիսկերը մեղմելու նպատակով այդ գործառույթը ստանձնեց Հայաստանի կառավարությունը, որն իր միջոցների հաշվին իրականացրել է նաեւ ապահովագրավճարի սուբսիդավորումը։ Կառավարությունում համարում են, որ գյուղացիական ապահովագրավճարներից օգտվող անբարեխիղճ տնտեսվարողներ կան։ Նրանք ինչ որ բանաձևեր են գտնում, ձևավորում մեխանիզմ, ըստ որի իրենց համար ոչ թե հողը մշակել, բերք ստանալն է նպատակը, այլ հողն ապահովագրելը, ապահովագրավճար ստանալը։ Անվստահությունն է համապատասխան մարմինների նկատմամբ, ինչը հանգեցրել է այս վիճակի։ Պլյուս եթե ապահովագրական վճարներն էլ բարձր գներ լինեն, բնականաբար գյուղացիները շատ դեպքերում կհրաժարվեն այդ բարձր գինը վճարելու։ Գյուղոլորտը ապահովագրելու մասին որոշում կայացնելիս հայտարարվեց, թե կան որ մարդիկ, որ տեղյակ լինելով, թե որ հատվածներում է կարկուտ լինելու, հենց այդ հատվածում են ցանկ կատարում ծառ տնկում եւ սպասում են, որ կարկուտն ավիրի բերքը, իրենք էլ ապահովագրությունը ստանան։ Հողատարածքը դա ինքնագլոր չէ, Երևանի փողոցներում պատականորեն գցեց, ինչը նշանակում, որ իմանալով կարկուտ է գալիս, կարկուտ եկող մասերը կամ գյուղացին վանգան չի, կամ մետեորոլոգ չի, որ կարողանա հասկանալ, երբ որտեղ կարկուտ կգա, որ ինքը միտումնավոր ցանի եւ ապահովագրական վճարը ստանա։ Կառավարությունում խնդիր են դրել իրենց արժեվ անել այնպես, որպեսզի համակարգը կայանա, ծառայի իր նպատակին եւ լինի մաքսիմալ արդյունավետ։ Միայն մոտ 65 միլիոն դրամ է տարբերությունը Երևանի 100-ից 150 դրամ դարձած տրանսպորտի հավաքագրված գումարների։ Այսպես, պաշտոնական թվերով հունվարին, երբ մայրաքաղաքային փոխադրամիջոցների տոմսի սակագինը դեռ 100 դրամ էր, քաղաքապետարանը 895 միլիոն 117 հազար 290 դրամ է հավաքագրել։ Փետրվարի 1-ից հետո 150 դրամ դարձած սակագնով 959 միլիոն 975 հազար 610 դրամ։ Ինչու է այս
տարբերությունը նկատելի, որովհետև ուղևորատոմսով չի միայն մեկ ուղևորատոմսով չի դրավորվում, այլ ձևավորվում է ուրեմն փաթեթներով, նաև հիմնական մուտքերը։ Եվ ավելին ասեմ, բազմաթիվ մեր հայրենակիցներ փետրվարին ձեռք են բերել փաթեթը, որովհետև ստանալու են 1 ամիս բոնուս։ Փաթեթներն էլ թվերով, պաշտոնական տվյալներն ասում են, հունվարին քաղաքապետարանը վաճառել է 74718 տոմսային փաթեթ, որից 8400-ից ավելին անվճար կամ զեղչային արտոնությամբ, իսկ մյուս դեպքերում քաղաքացիներն ավելի շատ 10 անգամյա տոմսն են գնել մոտ 64000 հատ։ Շարքը ըստ հերթականության հաջորդում են 1 ամսյան, 90 րոպեանոցը, 1 օրյան, 3 ամսվանը, 1 շաբաթյան ու նոր միայն տարեկանը։ 90000 դրամ 1 տարվա անվճար փաթեթի համար ի դեպ միայն 43 մարդ է վճարել։ Փաթեթների տրամաբանություն մշակելու համար նախ պետք է ունենալ ուղևորահոսքի կառուցվածք։ Օրինակ եմ ասում, 100,000 ուղևորափոխադրում։ Կախված նրանից, թե մարդը քանի անգամ է նստում, մենք միևնույնն է հաշվել ենք բացառապես ուղևորափոխադրումը։ Եթե մենք այս հաշվարկը չունենք, մենք ստատիստիկա չենք էլ կարող կանխագուշակենք, որ մի հատ էլ վերջում հասկանանք ստատիստիկայի չեղվեցինք, ստատիստիկային մոտ ենք թե հեռու։ Եթե ոչ մեկ փաթեթ ձեռք չբերեր, այո, ավելն ասեմ, փետրվարին պետք է հավաքվեր ոչ թե 400 միլիոն այլ ավել։ Երևանի քաղաքապետարանից էլ հայտնում են, որ առաջիկա օրերին պատրաստվում են ամփոփել տարվա առաջին եռամսյակը, ամփոփ տեղեկություն ունենալուց հետո կպատասխանեն հարցերին։ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում նոր թափով սկսվել է բակերի բարեկարգումը։ Մի շարք հասցեներում գործընթացն ընդգրկում է ֆուտբոլի նոր դաշտերի եւ խաղահրապարակների կառուցում, հարակից տարածքների կանաչապատում, հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ 3 պահնորդ մեկ մեքենայի մեջ ներքին գործերի նախարարությունը առաջարկում է կրճատել անձին ուղեկցող պահնորդների եւ մեքենաների թիվը։ Ընդդիմադիր падգամավորները սակայն մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքում վիճահարույց ձևակերպումներ են տեսնում։ Այս կոշտ սահմանափակումը, ասում եք տրանսպորտային մեկ միջոց եւ ինչքան ուղեկցող անձ կա կամ թիկնապահ կա, թող այդ մեքենայի մեջ լցվեն եւ վերջ, եւ ընդ որում իրենից ոչ ավել։ Ասենք պատկերացեք, մարդը իր ընտանիքով է գնում։ Այդ ոնց պիտի ապահովի դա, էլի։ 3 պահնորդ, որ ասում ենք, դա առավելագույն քանակն է, եւ սա վերաբերվում է մեկ պահպանվող անձին։ Այսինքն, եթե ընտանիքի մասին է խոսքը գնում եւ ընտանիքի յուրաքանչյուր անդամ պահպանվող անձ է, ըստ էության յուրաքանչյուրը կարող է ունենալ առավելագույնը 3 պահնորդ եւ բնականաբար յուրաքանչյուրը արդեն համապատասխան տրանսպորտային միջոցով։ Նախագծի մեջ նշվում է նաև, որ վարորդն էլ պետք է թիկնապահ լինի, падգամավորը հարցնում է, իսկ եթե նման վարորդ չգտնվի այդ դեպքում ինչպես պետք է կարգավորվի հարցը։ Նաև լինում են դեպքեր, երբ քաղաքացուն ուղեկցում է երկրորդ, երրորդ մեքենան, եւ երբ ուղեկցողին հարցնում են, թե ովքեր են այդ մեքենաներում, նա հայտնում է, որ թիկնապահներ չեն, իր ընկերներն են։ Ինչպես ենք զանազանելու կամ ինչպես ենք կիրառելու նախագիծը, եթե դա շատ դժվար է լինելու զանազանել, որովհետեւ իրապես կարող են լինել թիկնապահներ, բայց ներկայանալ որպես գործընկերներ։ Ինչ վերաբերվում է ստուգել առաջնահերթություններին, կարծում եմ ընթացիկ իրավիճակում պետք է ստուգել, բայց որոշ օպերատիվ իրավիճակներում հնարավոր է նաև ավելի կոշտ գործողություններ լինեն։ Ներքին գործերի փոխնախարարը падգամավորներին առաջարկեց բոլոր հարցերի պատասխան ունենալու համար գրավոր հարցեր ուղարկել։ Նախագծով նախատեսվում է նաև, որ առանց լիցենզիայի մասնավոր պահնորդական ծառայություն իրականացնելը, ուղեկցող ունենալը կամ թիկնապահով շրջելը 500,000 դրամ տուգանք կարժենա։ Վարչական պատասխանատվություն է։ Մի ամբողջ օրվա լարված ջանքերի արդյունքում վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ներքին գործերի նախարարության եւ մի շարք կառույցների հետ համատեղ կարողացել է փրկել Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակելի տարածքում տարիներ շարունակ անազատ պայմաններում պահվող 3 գորշ արջի, որոնք ուշ գիշերով տեղափոխվել են վայրի կենդանիների փրկարար կենտրոն։ Քաղաքացին երկար տարիների ընթացքում իր սեփական տարածքում բնակելի շենքերով, մանկապարտեզներով եւ դպրոցներով շրջապատված բակում անազատ պայմաններում պահել է գորշ արջերի։ Սկզբնապես 2 կենդանիներ են եղել, որոնք հետագայում դարձել են 4-ը։ Սիլիկյան թաղամասում պահվող այս կենդանիներից մեկն արդեն փրկվել էր եւ տեղափոխվել էր վայրի կենդանիների փրկարար կենտրոն։
Հակասանիտարական այս վիճակը Կորեայի ձորում 2 շաբաթից ավելի է։ Շրջանցիկ թունել 66 տան հարևանությամբ դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը ողողել են ամբողջ փողոցը, հատկապես առավոտյան եւ երեկոյան ժամերին։ Վաղը սրանից մենք խոլեր այնք լինել։ Սենց գնում է մինչև չգիտեմ ուր է հասնում ջուրը։ Ասել վերոլա ջուրը ասում է, ասի մեր պատասխանատվության տակ չի, բայց ճշտեցինք մեզանից փաստորեն կանալիզացիայի գումար մենք մուծում ենք։ Կոյաջրերը լցվում են տների նկուղները, բակերը խոնավությամբ լցնում նաև ամբողջ տունը։ Կոյուղագծերն արդեն մաշվել են, ասում են բնակիչները, վնասվել ու դիտահորի խցանում բացելը ընդամենը ժամանակավոր լուծում է։ Մեր տները հիմա, ասենք, այս սրանք, որ խողովակները դրանքեն են, այս երկու խողովակների ջուրը ամբողջությամբ մեր տունն է։ Մենք տները նոր վերանորոգեցինք, ընդամենը երևի մի 6 ամսվա վերանորոգած էր ու ամբողջությամբ տները լցվեց ջրով, կեսից շատ է այսպես։ Քաղաքացիներն ասում են, պատասխանատուները խնդիրը իրենց գործը չեն համարում, միայն Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից են եկել խոստացել, որ խնդիրը կլուծեն։